Նոյան տապանում հյուրընկալել եմ հայկական խորհրդի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այս օրերի թերևս ամենահետաքրքրական եւ քննարկվող լուրը ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի սպասվող այցն է Հայաստան եւ Ադրբեջան։ Ես դրան կխնդրեմ մի փոքր ուշ անդրադառնանք։ Այդ լուրի ֆոնին մենք ունենք Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը առայն, որ վստահ ենք Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որտեղ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին։ Սա ինչ ակնարկ է Հայաստանի իշխանություններին։ Գիտեք, այդ ակնարկը թե ուղղակիորեն, թե անուղղակիորեն, ռոպագանդիստների միջոցով, թե կոնկրետ օրինակ տարատեսակելի պաշտոնյաների միջոցով տարիներ շարունակ այդ ակնարկները արվում են Հայաստանի հասցեին։ Հատկապես իհարկե 2018 թվականից սկսած դրա հիմքը հետևյալն է։ Ռուսաստանի Դաշնությունը, այսօրվա ղեկավարությունը, այսօրվա Ռուսաստանի քաղաքական էլիտան իշխող վերնախավը չի ճանաչում հետ խորհրդային, այսպես ասենք, տարածքի երկրների անկախությունը դե ֆակտո։ Արզա դե յուրե ճանաչում է, թեև այստեղ էլ հարցեր կան։ Օրինակ նույն, եթե ճանաչում է, մենք ասում ենք, որ մեր սահմանները սրանք են, իրենք ըստ էության, չէ, ՀԱՊԿ-ի եւ ընդհանրապես Ռուսաստանի նաեւ արձագանքային էր, որ դե պարզ չի, թե որտեղ է ձեր սահմանը անցնում, ուր մենք գանք, էլի, այսպես ասած, Բայց խոսքը իհարկե այստեղ ավելի շատ դե ֆակտո չճանաչման մասին է, իրենք դա համարում են այդ ամբողջ տարածքը, եւ գիտեք, նույնիսկ ոչ միայն հետխորհրդային տարածք, այլ նաեւ այսպես ասենք, հետ սոցիալիստական տարածք, որպես իրենց սեփական տարածք, իրենց պատմական տարածք, իրենց ազդեցության գոտի եւ ըստ էության իրենք միշտ փորձել են վերականգնել կամ որտեղ որ ունեն խորացնել իրենց ազդեցությունը այդ տարածքների վրա, այդ պետությունների վրա ըստ էության սա կոլոնիալ, նեոկոլոնիալ, իմպերիալիստական մտածողության շրջանակներում է, իրենք հենց այդ կոնցեպտի շրջանակներում են քաղաքականություն վարում, ուղղակիորեն իհարկե չեն կարող ասել, որ դե գիտեք ինչ դուք ով եք, այսպես ասած, մենք դե յուրե, այո, ոնց կարող են անել, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների հետ գործ ունեն, ճանաչել են այդ պետությունները, մեկը մյուսի նաև Ռուսաստան է բնականաբար դե յուրե ճանաչել, ասենք, բոլոր այդ պետություններին։ Եվ բայց խնդիրը այն է, որ իրենք այնուամենայնիվ այդպիսի մեսեջներ առաջ տանելով փորձում են զսպել հնարավոր անկախ քաղաքականությունները այդ պետություններում։ Իրենք բնականաբար շատ լավ հասկանում են, միտեղ կարող են ավելին անել, միտեղ շատ ավելի քիչ կարող են անել, պարզ է, որ օրինակ Արևելյան Եվրոպայի երկրների վրա շատ ավելի քիչ այսպես ազդեցություն ունեն, մանավանդ այսօր, բայց միևնույն է էլի ունեն, բնականաբար իրենց հարևան պետություններին կամ ասենք այսպես ասենք այսօրվա ԱՊՀ-ի երկրների մի զգալի հատվածի վրա շատ ավելի լուրջ ազդեցություն ունեն, տնտեսական կախվածություն կա եւ օրինակ հիմա Հայաստանի դեպքում տեսեք, Հայաստանի դեպքում մնացել է տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Դա է հիմնական գործիքը։ Եվ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրենց քաղաքականությունը, որը բավականին սրված է, ես սա քաղաքացիների խնդիրների մակարդակով եմ ասում։ Նրանք այնտեղ լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Դե իհարկե։ Եվ այստեղ, բայց հիմնականում այն ամենը տնտեսական կախվածությունն է, կարծում եմ։ Տեսեք, մի քանի գործիքներ կարևոր կորցրել են իրենք։ Նախ, առաջի ամենահիմնական գործիքը դա կոնֆլիկտներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանի Թուրքիայի միջեւ բնականաբար նաեւ։ Եվ այդ կոնֆլիկտի լուծման պատմությունը, որ մենք հիմա ականատես ենք լինում, որին մենք ականատես ենք լինում, ըստ էության զրկում է Ռուսաստանին, Կրեմլին
մի շատ կարևոր գործիքից։ Ինչի է դա եղել գործիք եւ ինչի են զրկվում, բնականաբար գործիք է եղել, որովհետեւ դեք ինչ կոնֆլիկտային հարաբերությունների ժամանակ, երբ որ դու ունես ազդեցություն թե Ադրբեջանի վրա, թե Հայաստանի վրա, դու այսպես թե նրան ես զենք վաճառում, թե նրան ես զենք վաճառում եւ նաեւ տնտեսական բնականաբար կախվածություն, այլ տեսակի կախվածություններ եւ այլն, դա թույլ է տալիս քեզ կառավարել իրավիճակը։ Մեկ այս կողմին ավելի շատ օգնել, մեկ այն կողմին ասել, որ այ եթե դու այսպես քեզ չպահես, քո հակառակորդը դրանից կարծես թե կարող է եւ շահել ինչ որ կերպով ակնարկելով նաեւ եւ իհարկե կոնկրետ գործողություններ իրականացնելով, որը ցույց է տալիս, որ իսկապես Ռուսաստանը այսպես ասենք, հա, իր այդ քաղաքականությունը շատ այսպես ազատորեն, ուղղակիորեն իրականացնում է։ Օրինակի համար այն ինչ որ տարիներ շարունակ մենք ականատես ենք, չէ՞ լինում, ասենք, հա, մեր հակառակորդը Ադրբեջանն էր, մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն էինք, չէ՞, եւ բայց մենք տեսնում ենք, որ մեծ քանակի զենք է վաճառում Ադրբեջանին, չէ՞, եւ ասում էր դե բիզնեսը հիմա ինչ է, բայց այս ամեն ինչը գործիք է բնականաբար։ Եվ հիմա այդ գործիքից նա զրկվում է, որովհետև կողմերը արդեն մեկը մյուսի հետ առանց իր միջնորդությամբ, մասնակցությամբ խոսում են, ինչ որ համաձայնությունների են հասնում, այլ գերտերություն է ուղղակիորեն, այսպես ասած, որպես միջնորդ հանդես գալիս եւ երկուսն էլ ընդունում են փաստորեն Միացյալ Նահանգների, այսպես ասենք, միջնորդությունը, մասնակցությունը հարաբերությունների բարելավման առումով, բայց նաեւ տեսնում ենք, որ իհարկե երկկողմանի ընդհանուր առմամբ շատ հարաբերություններ, բայց այն հանգամանքը, որ արդեն իսկ Վաշինգտոնյան համաձայնագրեր մենք ունենք, հա, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը իսկապես զրկվել է այդ կարևոր գործիքից։ Հիմա հաջորդ բանը Հայաստանը բնականաբար երբ որ բռնել է ժողովրդավարական 18 թվականից բռնել է ժողովրդավարության ուղին, հիմա մենք չենք խոսում այն մասին, թե որքան որակյալ է այդ ժողովրդավարությունը, բայց փաստ է, որ բռնել է, որովհետև նույնիսկ ընդդիմադիր շրջանակները ընդունել են ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դրանք, այսինքն ակնհայտ է, որ գոնե այն նվազագույն պայմանները, հա, այսինքն ընտրություններ, որոնք չեն կեղծվում, որ կա մրցակցություն, այսօր ընդդիմադիր ուժերը ավելի շատ լրատվամիջոցներ ունեն եւ ինչ ասես ասում են այդ լրատվամիջոցներով, օգտագործում են տարատեսակ սոցիալական ցանցերը, օգտագործում են փողոցը, չէ, ամենածայրահեղ այսպես քայլերի են նույնիսկ դիմում եւ այլն եւ բնականաբար եթե օրենքի շրջանակներում այդ ամեն ինչը այսպես թույլատրելի է, այդ ազատությունները նրանք ունեն։ Մի խոսքով, այսինքն այս բaragայում փաստորեն Ռուսաստանը էլի զրկվել է եւ ել ավելի է բնականաբար գնալով զրկվում քաղաքական ռեժիմների նույնությունը օգտագործել էլի սեփական ազդեցությունը խորացնելու առումով։ Ռեժիմները տարբեր են Ռուսաստանի եւ Հայաստանի եւ Հայաստանում ինչպես պետք է ձևավորվի իշխանությունը, ինչպես պետք է կառավարվի երկիրը շատ լայն առումներով եւ այլն, որոշում է Հայաստանի ժողովուրդը, անկախ է այս առումով Ռուսաստանից։ Ռուսաստանը չի կարողանում պաստորեն ինքը որոշի, այսպես ասած, հա, Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի ներքին քաղաքական կյանքը ինչպիսին պետք է լինի եւ այլն։ Եվ վերջապես նաեւ մենք տեսնում ենք վերջի շրջանում, որ օրինակ Զվարթնոցից դուրս եկան, չէ, ռուս սահմանապահները, Ադրբեջանի Հայաստան-Ադրբեջան սահմանից դուրս եկան եւ հարավում մենք տեսնում ենք էլի գործընթացներ եւ մի խոսքով, այսինքն տենդենսը հասկանալի է, որ ուղղությամբ է գնում, սպաստորեն այս ամեն ինչից էլ է զրկվում։ Մնում է բազան, հա, որը շատ այսպես երկարաժամկետ ինքը բան է բնականաբար եւ այնուամենայնիվ ինքը սահմանափակ իհարկե այդտեղ լծակ է կարծում եմ, հա, Ռուսաստանի ձեռքերում, բայց այնուամենայնիվ դա կա եւ մնում է Ռուսաստանից տնտեսական կախվածությունը եւ տեսեք, այս պարագայում հիմա տեսնելով այս ամեն ինչը, մանավանդ հաշվի առնելով են հանգամանքը, որ տեսեք, ռուսական գիծ տանող քաղաքական ուժերի շրջանակների վարկանիշը շատ ցածր է իրականում։ Ընդհանրապես իրենք նաև տեսնում են, որ հանրության շրջանում այդ պրոռուսական ուղին մեծամասնությունը ժխտում է, չի ընդունում։ Սա անհանգստացնում է, չէ՞ բնականաբար Կրեմլին։ Այս ամեն ինչը
Եվ նրանք հնարավորինս փորձում են այսպես կոշտ հռետորաբանություն առաջ քաշելով, հիշեցնելով այն մասին, որ այ գիտեք ինչ, սա մեր տարածքն է, էլի։ Այս դուք ինչ որ շատ արդեն, հա, հերու եք կարծես թե գնում, բնականաբար նաև հաշվի առնելով են հանգամանքը, որ Հայաստանը որդեգրել է Եվրամիության անդամ դառնալու այդ կուրսը, հա, համապատասխան օրենք կա ընդունված, հիմա պարզ է, որ դա երկար ճանապարհ է, բայց միևնույն է, այս ամեն ինչը հաշվի առնելով, բնականաբար շատ տրամաբանական է, անընդունելի է Հայաստանի համար, բնականաբար դա այսպես ասենք, հա, միջամտություն է նաև Հայաստանի ներքին գործերի նման հայտարարությունները, դե ծեր ինչ գործն է, չէ՞։ Հայաստանը իր այսպես քաղաքականության հայտարարած քաղաքականության համաձայն, դիվերսիֆիկացիայի քաղաքականության համաձայն, անկախ քաղաքականություն վարելու համաձայն խորացնում է իր հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Առավել եւս, որ ձեր հետ հարաբերությունները չի կտրում պայմանագրային։ Առավել եւս։ Այսինքն նույնիսկ տեսեք Հայաստանը այսօր հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները, հաշվի առնելով տնտեսական կախվածությունը, նաև գիտեք ինչ, սա շատ կարևոր բան է, էլի, այսինքն Հայաստանի իշխանությունները, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասենք, այսօր շատ հստակ հայտարարում է, որ ինքը չի ցանկանում եւ թույլ չի տա որևէ երկրի օգտագործել Հայաստանը որևէ այլ երկրի դեմ։ Եվ Ռուսաստանը չի կարող սա չտեսնել, հա, եւ գիտեք ինչ, բայց այնուամենայնիվ իրենք ասում են, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց ազդեցությունը թուլանում է, դա է նրանց մտահոգում, հասկանում եք, այսինքն սա բան չէ, էլի, որ ինչ որ սխալ քաղաքականություն է արվում, միգուցե կարող է իրենց շահերը ին վնասի այդ քաղաքականությունը ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, հա, եւ այլն, չէ, նման բան չկա, իրենք ուղղակի անհանգստանում են նրանից, որ իրենք կորցնում են իրենց ազդեցությունը Հայաստանի վրա եւ ընդհանրապես, այսինքն Հայաստանը ել ավելի անկախ քաղաքականություն է վարում, այսինքն նրանց պետք չի Հայաստանը որպես անկախ պետություն, սա է խնդիրը, այսինքն իրենց պրետենզիաները այս սրան են ուղղված։ Իրենց մտահոգությունները թող մնա իրենց, պարոն Վարդանյան, մեզ մեր խնդիրներն են հետաքրքիր, մեր հնարավորությունները, արդյոք այդ տնտեսական թեկուզ սպառնալիքները կարող են ներկայիս իշխանության համար կաշկանդող ու զսպիչ լինել, այսինքն մակարդակը այդ սպառնալիքների արդյոք լուրջ է այն այսչան, որ իրենք ինչ որ պահի հետ կանգնեն իրենց նախանշած ուղուց։ Ես բացառում եմ նախանշած ուղուց հետ կանգնելը, նախ որովհետև դա ուղղակի անհնարին է, այսինքն կա որոշում կայացրած, ժողովրդի կողմից կա կայացրած որոշում։ Այդ որոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ցանկանում է ունենալ անկախ պետություն, ժողովրդավարական պետություն եւ խաղաղություն։ Սա հստակ է։ Ոնց կարելի է սրանից հետ գնալ, հետ կանգնել։ Եվ գիտեք ինչ, նաև հետևյալը քննարկենք։ Ամեն դեպքում Ռուսաստանը ինքը նաև կախված է Հայաստանից, նույնպես։ Ռուսաստանի համար կարևոր է, որ այստեղ լինի մի պետություն, որի հետ ինքը կարող է օրինակ առևտրային հարաբերություններ ունենալ, հա, որը այսպես թշնամական չի վերաբերում իրեն, իսկ դա փաստ է։ Հիմա ինչ ուզում են իրենք խոսեն, չէ, բայց փաստը այն է, որ Հայաստանը թշնամական քայլեր Ռուսաստանի դեմ չի իրականացնում։ Եվ դա նրանց բնականաբար իրենց պետք է դա եւ անել գործողություններ, որոնք կստիպեն արդեն Հայաստանին այլ այսպես ասած, հա, ոչ թե իր ցանկությամբ, այլ դե ուղղակի, այսինքն եթե դու հարցակվում ես, հա, պետության վրա, այդ պետությունը պետք է պաշտպանվի, չէ։ Դե հիմա եթե օրինակ դուք տնտեսական, չգիտեմ, սանկցիաներ կիրառեք, խզեք տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, լրջագույն խնդիրներ ստեղծեք Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի եւ այլն, այդ ամեն ինչը բնականաբար նշանակելու է, որ ուրիշ ելք քան ել ավելի
խորացնել հարաբերությունները արևմուտքի հետ եւ այլ, ասենք, կենտրոնների հետ, այլ պետությունների հետ եւ այլն չի մնում եւ ըստ էության նաեւ դա կնշանակի, որ ընդհանրապես ոչ մի հենման կետ Ռուսաստանը իր համար չի թողնում։ Այսինքն ինքը գնում է վաբանկ, այսպես ասենք։ Այս դեպքում դա կնշանակի Ռուսաստանի համար վաբանկ գնալ։ Իսկ վաբանկ գնալը, այսինքն դու կամ ուրեմն դու ինչ կամ պետք է հասնես նրան, որ ինչպես դուք ասացիք, այդ ամբողջ կուրսը, իջիկ դարձվի, անկախ քաղաքականություն վարելու կուրսը։ Այսինքն Հայաստանը դառնա Ռուսաստանի վասալ պետություն, այսպես ասենք, կամ գոյություն ընդհանրապես չունենա, այսպիսի մի բան, դե կամ ուժային ինչ-որ ձևերով, այսինքն, չգիտեմ, այսինքն անել հեղաշրջում, եւ այդ կերպով էլի Հայաստանին դարձնել վասալ, այսինքն, տեսեք, երկուսն էլ առաջինը արդեն ասի, որ անիրական է դա, անհնարին է, չի ստացվի, չի լինի այդպիսի բան։ Երկրորդի դեպքում փորձեր եղել են, չէ՞, տեսել ենք, որ փորձեր եղել են։ Հիմա իհարկե մենք չենք կարող պնդել կոնկրետ փաստեր ներկայացնել, որ օրինակ այդ տարատեսակ հեղաշրջումներ իրականացնելու փորձերի հետևում կանգնած է եղել Կրեմլը, բայց մյուս կողմից էլ, տեսեք, մենք կարող ենք ենթադրություններ անել, դրա իրավունքը ունենք, հաշվի առնելով մանավանդ այն հանգամանքը, որ առնվազն կան կապեր, տնտեսական, քաղաքական կապեր են մարդկանց միջև, որոնք փորձել են նման բաներ անել եւ Կրեմլի միջև, եւ բացի այդ նաեւ կա սա արդեն միանշանակ է, աներկբա է, կան նարատիվների համընկնումներ։ Նույն բանն ասել են մարդիկ, որոնք այդ փորձերը արել են եւ նույն բանը ասում է Կրեմլը։ Հիմա դստեղ ինչ որ կարող ենք արդեն մենք ոչակի ուրեմն ենթադրություններ անել, վարկածներ առաջարկել։ Մի խոսքով, բայց այսինքն դա էլ փաստորեն չի ստացվել, հիմա որն է մանավանդ այսպիսի միջավայրում, երբ որ կա հաջողություն արտաքին ֆրոնտում, Հայաստանի համար, որ Հայաստանը կարողանում է փաստորեն այսպես ասենք, էլի գնալ խաղաղության խորացման ճանապարհով, հարևանների հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհով եւ միաժամանակ, տեսեք, տնտեսությունը ըստ էության միշտ աճել է այս վերջի շրջաններում։ Խնդիրներ կան բնականաբար բազմաթիվ, բայց այս ինչ որ ասում են, ճգնաժամ է, վերջ, անհնարին է կառավարել եւ այլն, նման բան չկա։ Եվ հիմա այս պայմաններում եւ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, էլի, որ ընդդիմությունը ռուսական չունի բարձր վարկանիշ, շատ ցածր է նա վարկանիշ եւ այլն, մտածել, որ հնարավոր է այդ հեղաշրջումը իրականացնել, դա իսկապես արկածախնդրություն է, դրա համար ես դրա համար մտածում եմ, որ ավելի շատ, տեսեք, մենք ինչ ենք տեսնում վերջի շրջանում, հիբրիդային սպառնալիքներ, հիբրիդային հարձակումներ։ Այսինքն սա այն ճանապարհն է, որը գոնե ինչ որ կերպ նրանց համար, Կրեմլի համար, կարող է հույս թողնել, որ կարող է ինչ որ մի իրավիճակում հասնենք հաջողության, Իսկ ինչ է հիբրիդային ըստեյության հարձակումները, ինչ է հիբրիդային սպառնալիքները, դա մի քանի բաներ կան, էլի, չգիտեմ, ժամանակ ունենք դրա մասին խոսելու թե չէ, բայց շատ կարճ եթե բան անենք, այսինքն դա դեզինֆորմացիան է, դա կիբեր ուրեմն հարձակումներն են, դա տարատեսակ այսպես մանիպուլյացիոն արշավներն են, դա նաև գնելն է, օրինակ մարդկանց կոնկրետ գործողություններ իրականացնելու, ֆինանսական, այսպես ասած, այդ բաներն են, էլի, ռուսերեն ասում վբրոսի, այսինքն դու դաշտ ես մտցնում ֆինանսներ եւ փորձում ես գտնել քեզ համակիրներ, քո հետ գործակցող մարդկանց, որոնք կապակայունացնեն իրավիճակը, որոնք այնպես փորձեն անեն, որ ոչ մի բանին չհավատա, հիմնական բանը սա է, այնպես անել, որ քաղաքական դաշտում, այսպես ասած, նիհիլիզմ լինի, որևէ մեկին ոչ մեկ չհավատա եւ այդ բանի ֆոնին ակտիվացնեն պրոռուսական քաղաքական ուժերին, որոնք ասենք ընտրական ժողովրդավարության գործիքները օգտագործելով գան եւ վերացնեն ժողովրդավարությունը, կան իշխանության եւ վերացնեն ժողովրդավարությունը։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա պարոն Վարդանյան, ես կխնդրեմ անդրադառնաք փոխնախագահի հնարավոր այցին, տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ դա կարող է լինել փետրվարի 9-ին։ Հիմա մենք որպես հանրություն ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ օբյեկտիվ, դրական իմաստով եւ նաեւ որքանով կարող է այս այցը կապ ունենալ Իրանի շուրջ զարգացումների հետ։ Դե գիտեք ինչ, այս այցի հիմնական նպատակը TRIP-ի իմպլեմենտացիայի ապահովումն է։ Այսինքն մենք ունենք արդեն որպես անոնս, հա, այն որ պետք է արդեն սկսվեն աշխատանքները TRIP-ը կյանքի կոչելու։ Այո, մենք ունենք հայ-ամերիկյան առանձին էլի մի շարք համաձայնագրեր, մենք ունենք ռազմավարական գործընկերության մասին այդ ասենք, հա, այդ համաձայնագիրը եւ գիտենք նաեւ որ երկու էլ նաև այս ամեն ինչի շրջանակներում հիմնական ուղղություններ կան, այսինքն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցություն կամ համագործակցության խորացում հետագայում եւ կիսահաղորդիչների հետ կապված, հա, այսինքն էլի համագործակցություն ու բնականաբար առանձին վերցրած այդ TRIP-ը։ Այս ամեն ինչի մասին է խոսվելու, այսինքն նաև փորձ է արվելու նոր լիցք հաղորդել կարծում եմ այս ամեն ինչի իրականացմանը, բնականաբար խոսվելու է հավանաբար նաև ընդհանուր առմամբ խաղաղության պայմանագրի այսպես ստորագրման հնարավորությունների մասին, երբ, ինչպես կարվի, հասկանալի որ նաև
պարոն Վենսը Ադրբեջան է գնալու եւ նաեւ այս ամեն ինչի մասին է խոսելու, բայց այնտեղ էլ խոսի նաեւ Ադրբեջան Միացյալ Նահանգներ փոխգործակցության խորացման մասին եւ այնտեղ էլ կոնկրետ էլի թեմաներ կան, այդ թեմաների շուրջ ավելի շատ այսպես բան կլինի, բայց բնականաբար միացնող շատ բաներ կան, հա, եւ դա հիմնական իհարկե հայ-ադրբեջանական հարաբերությունների այսպես նորմալացման տիրույթում են գտնվում, ինչը բնականաբար ինքնստինքյան ազդելու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, հա, մենք նաեւ տեսնում ենք, որ սրանք որքան էլ մենք փորձում ենք այսպես ասել, որ լավ կլինի, որ անկախ լինի եւ այլն, բայց ակնհայտ է ուղղակի, որ փոխկապակցվածություն կա այստեղ եւ ակնհայտ է նաեւ, որ Բաքուն այս առումով այսպես ամեն ինչ անում է, որպեսզի դրանք զուգահեռ ընթանան եւ այնպես չստացվի, որ ասենք օրինակ, չգիտեմ, հայ-թուրքական հարաբերությունները բարելավեն, բայց դեռևս օրինակ կնքված չլինի հայ-ադրբեջանական ուրեմն հարաբերությունների բարելավման փաստաթուղթը եւ սահմաններ, ասենք, բացված չլինեն եւ այլն, մի խոսքով այս ամեն ինչը բնականաբար քննարկվելու է Իրանի մասով ես կդժվարանամ այստեղ որոշակի բաներ ասել, որովհետեւ դա մի քիչ այլ թեմա է եւ գիտեք, այստեղ ակնհայտ է էլի, որ թե Ադրբեջանը, թե Հայաստանը չեն կարող, նո հատկապես Հայաստանը իհարկե, բայց կարծում եմ երկուսն էլ չեն կարող դիտարկվել որպես, չգիտեմ, Իրանին ինչ որ վնաս հասցնելու համար ինչ որ տարածք, այսպես ասենք, ակնհայտ է էլի ուղղակի, որովհետև դա բերում է դեստաբիլիզացիայի, որովհետև դա կարող է նաև թրիփին վնասել, այսպես ասենք, հա, բնականաբար հասկանում են, որ օրինակ, չգիտեմ, Հայաստանի հարևանն է, Ադրբեջանի հարևանն է Իրանը եւ ակնհայտ է, որ տարածաշրջանային պատերազմը ոչ մեկի ձեռնտու չի։ Դե գիտեք, հա, ասենք, տեսեք, նաև բոլորն էլ հասկանում են, որ մենք չենք կարող օրինակ այդ նույն վարքագիծը օրինակ դրսևորել, ինչը որ Միացյալ Նահանգները կամ Եվրամիության անդամ երկրներ են դրսևորում Իրանի նկատմամբ։ Ակնհայտ է սա։ Բայց այդ խոսակցությունը այո, կարող է լինել նաև այդ թեմայի շուրջ բնականաբար այո, բայց ինքը միտված է ստաբիլության, այսինքն ոչ թե հակառակը էլի, այսինքն որ հանկարծ, չգիտեմ, ինչ որ մեկը կարող է մտածել, որ թեև լսում ենք մենք մամուլում նման ինչ որ հայտարարություններ բաներ արվում են, հա, հատկապես տենց ծայրահեղ դիմադիր շրջանակներում կամ Ռուսաստանի հետ կապված շրջանակների մոտ, բայց բնականաբար ես կարծում եմ, որ իրականում հենց հակառակն է, այսինքն դա ստաբիլության համար է, այլ ոչ թե այս տարածքը Իրանի դեմ օգտագործելու համար է այս ամեն ինչը։ Ամփոփելով ուզում եմ շատ կարճ պարոն Վարդանյան մեկ քննադատության անդրադառնալ, ասում են չափից շատ ենք հարաբերությունները խորացնում եւ հանրության մոտ ներկայացնում, որ դրական հույսեր ենք տալիս հանրությանը այն դեպքում, երբ հարաբերությունները կառուցում ենք կոնկրետ Թրամփի անձի հետ, այսինքն այն հարաբերությունների կառուցման process-ին, որին մենք ականատես ենք լինում եւ որը մասին դուք խոսում եք, սա ոչ թե ԱՄՆ պետության հետ է, այլ անկայուն ինչ որ արկածախնդիր, հիմա նաեւ ներսում խնդիրներ ունեցող նախագահի հետ ենք մենք այդ ամեն ինչը կապում։ Թրամփի անձը համարում են խնդրահարույց եւ հետեւաբար ոչ հուսալի մեր այս ամբողջ գործընթացների իմաստով։ Տեսեք, մենք չենք կարող իհարկե ժխտել այն հանգամանքը, որ Թրամփը այսպես տարբերվում է իր տարբեր նարատիվներով, տարբեր քայլերով միջին վիճակագրական Միացյալ Նահանգների նախագահի վարկից։ Այո։ Անկախատեսության գործոն կա, որոշ էսպես էքսցենտրիկ նաև, հա, հայտարարություններ են արվում եւ այլն, բայց նախ առաջինը Թրամփն է այսօր Միացյալ Նահանգների նախագահ։ Թրամփը ընտրվել է որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Միացյալ Նահանգները համար 1 պետությունն է իր հզորությամբ, ռազմական հզորությամբ, տնտեսական հզորությամբ եւ այլն։ Ըստ էության միակ սուբյեկտն է, որ կարող է բոլոր պետություններին ինչ որ բաներ պարտադրել, հա, միակ պետությունն է տեսնում ենք, որ կարող է օրինակ Վենեսուելայում ինչ ա եղավ, հա, նախագահին ուղղակի վերցրեցին եւ փախցրեցին։ Եվ հիմա դատում են։ Եվ գիտեք ինչ, մենք չենք կարող այս ամեն ինչը հաշվի չառնել եւ չենք կարող
դրանից դուրս ինչ որ, չգիտեմ, քայլեր իրականացնել, հա, ասելով որ դե բայց ախր չէ որ այդ մարդը կարող է այդքան էլ կանխատեսելի չլինել եւ այլն։ Կարող է նաեւ ասենք հա չընտրվի, իհարկե այս ամեն ինչը մենք պետք է հաշվարկենք։ Իշխանություն։ Բնականաբար, բայց մենք ինչ ենք անում։ Ախր տեսեք, դրանք լինելու են Միացյալ Նահանգների ներդրումներ։ Կոնկրետ այս դեպքում, եթե կուզեք, ուրեմն այդ Թրամփի անկախատեսելիությունը նրա այսպես յուրահատուկ լինելու հանգամանքը եւ այլն կոնկրետ մեր պարագայում կոնկրետ թրիփի պարագայում կոնկրետ ասենք հայ-ամերիկյան հարաբերությունների հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման որպես միջնորդ եւ այլն ամենակայունն է այսինքն գիտեք ինչի որտեվ նայեք մենք նախ արդեն հասել էինք մի հանգրվանի առանց Թրամփի կարևոր ինչ որ մի հանգրվանի հարաբերությունների բարելավման առումով եւ նաեւ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների ռազմավարական մակարդակի հասցնելը եղել է միջև Թրամփը Այո Թրամփը շարունակել է այդ ամեն ինչը Թրամփը ունեցել է արդեն որոշակի ստաբիլություն արդեն բավականին այդ բանը հա հիմք այո լավ հիմքեր նորմալ արդեն բարձր մակարդակի հարաբերություններ Հայաստանի հետ եւ այլն եւ ինքը խորացրել է դա հիմա նայեք ինքը նույնիսկ եթե չվերընտրվի հա ինչ է լինելու այսինքն նախ արդեն լինելու են ներդրումներ Միացյալ Նահանգների ներդրումներն են դա չէ Թրամփը ոչ թե իր գրպանից ուղակի անում է ասում է այ ես որպես Թրամփ հայ ճիշտ է կոչվում է Trip Թրամփի ուղի հա բայց երբ որ ինքը գնա դա Միացյալ Նահանգներն է այդտեղ լինելու անկախ նրանից թե ով է լինելու Միացյալ Նահանգների նախագահը այդտեղ հայ ամերիկյան կամ ամերիկա-հայկական կոնսորցիում է լինելու դա այդ գումարները արդեն ներդրվելու են արդեն ուրեմն այդ բանն է ձևավորվելու ինֆրաստրուկտուրան է ձևավորվելու Միացյալ Նահանգները անկախ նրանից թե ով է նախագահ այստեղ ունի շահ եւ այդ շահը այն է որ առաջերտի բնականաբար այս տարածքում չլինեն պետություններ որոնք հանդես գան Միացյալ Նահանգների դեմ հատկապես այլ աշխարհակահաղական կենտրոնների ճամբարում այսպես ասենք չէ օգուտ ստանա տնտեսական կապ չունի ով է Միացյալ Նահանգների նախագահը եթե այստեղ կոնսորցիում է որը շահույթ է տալիս Միացյալ Նահանգներին բնականաբար դա Միացյալ Նահանգներին ձեռնտու է լինելու որևէ մեկը դա չի վերանայելու ասել չգիտես քանի որ Թրամփն է դա բան արել ես չեմ ուզում որ այստեղից Միացյալ Նահանգները եկամուտներ ստանա ես չեմ ուզում որ այստեղ ազդեցություն ունենամ հա ես չեմ ուզում այնպես լինի որ այստեղ բարեկամական երկրներ լինեն բնականաբար դրա համար այս ամեն ինչը մանավանդ որ երկարաժամկետ բան է չէ 49 տարով է սա լինելու եւ ուզում եմ ասել նաեւ այդ արդեն գործարկված մեխանիզմ է լինելու հաստատված եւ բացի այդ կողմերը այդտեղ շահ են տեսել չէ այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ արդեն փորձել են եւ ստացվել է նորմալ հարաբերություններ ձևավորել առևտուր են արդեն անում պետությունները մեկը մյուսի հետ եւ այլն եւ հիմա ինչ կապ ունի նախագահը այսօր Թրամփը հա ինչպիսի բնավորություն ունի թե ինչ վաղ կվերընտրվի թե չի վերընտրվի արդեն այդ փոխկապակցվածությունները ձևավորվում են արդեն շահեկան է լինում համագործակցել այլ ոչ թե կոնֆլիկտի մեջ լինել եւ սա է ամենակարևորը Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։